տատիկ, ինչ հոմով է, ինչ սիրուն է լավաշը։ Այո, փոքրիկս, լավաշը համով եւ սիրուն լինելուց բացի նաեւ մեծ եւ հարուստ պատմություն ունի։ Լսել ես լավաշի լեգենդի մասին։ Ոչ, չեմ լսել, կպատմես ինձ։ Իհարկե։ Հայկական մի հին զրույց պատմում է, որ Արամ անունով մի հայ արքա է եղել, որը պաշտպանել է մեր երկիրը Ասորեստանի թագավոր Նավուգոդոնոսորի հարձակումներից։ Ճակատամարտերից մեկի ժամանակ Արամ արքան գերի է ընկնում եւ Ասորեստանի արքան պայման է դնում նրա առջև։ Մեր պատերազմը դեռ չի ավարտվել, եւ ես չեմ ուզի, որ հայոց արքան անհուշ մոռացվի։ Պատրաստ եմ կրել տառապանք ու բանտ, միայն հայրենիքս մնա միշտ ազատ։ Խիզախ ես անխոս։ Ունեմ մի պայման։ Դու 10 օր հաց չես ուտելու, իսկ 11-րդ օրը աղեղնամարտիկը բռնվես ինձ հետ։ Ու եթե հաղթես ինձ, ուրեմն դու ինձնից ուժեղ ես։ Էլ չեմ նվաճի քո ազգը հայոց։ Հզոր արքայի խոսք եմ տալիս քեզ, հենց այդ նույն օրը ազատ կարձակվես։ Արամ արքան ողջ գիշեր մտածելուց հետո գտնում է լուծումը եւ ասում. Համաձայն եմ արքա Ասորեստանի, բայց ես կմենամարտեմ քեզ հետ իմ հայրենիքից բերված վահանով։ Կատարեք հրամանը արքա։